Թող Տիրոջ անունը փառավորվի։ Կարդամ միտեղ Գործ առաքելոց 13-րդ գլխի մեջ ծոմապահության վրա կանգնեմ։ Եվ ասոնց 13-ի 2-ը, երբ ասոնք Տիրոջ պաշտոնի մեջ էին, Անտիոքի մեջ, եւ ծոմ կպահեին, Սուրբ Հոգին ասավ, ով ասեց, Սուրբ Հոգին ասավ, զատեցեք ինձի Բարնաբասը, Սողոսը այն գործի համար, որին ես կանչել եմ անոնք։ Եվ այն ատեն ծոմ պահելով եւ աղոտ կնելով ձեռք դրին անոնց վրա ու ղրկեցին։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն այս ծոմապահությունն էլ ծնում է, գիտեք, չէ՞, ոնց որ նեղությունից, կարիքից, պետքից է, չէ՞, ծնում ծոմապահությունը։ Ինչքան են եղբայրները ասե, ես իմ համար եմ ասում, վերջը զատիկից առաջ ծոմ պահենք, ուրբաթ, շաբաթ, կիրակի, չէ՞, մի օր պահել եմ, երկու օր պահել եմ, երրորդ օրը չեմ պահել կամ վերջը սենց ականջի հետև են գցե, Աստված թողների, ոնց որ ասած, պետք չի այդպես լինի, բայց այդպես եմ արել։ Բայց երբ որ նենց կարիքը հասել է, ես կուզեմ տենց ծոմապահության վրայով մի փոքր մի տեղեր կարդամ ու ոնց որ ասած ու գամ անձնական ոնց որ ասած վկայության։ Ես կուզեմ կարդալ Հովել մարգարեության մեջ մի քիչ վերևից կարդամ 10, բայց կանգնելու եմ 15 խոսքի վրա, բոլորիս հայտնի, սակայն հիմա Տերը այսպես կսե. ինձի դարձեք ձեր բոլոր սրտովը, ծոմապահությամբ, լալով, սքալով ձեր սրտերը պատրեցեք եւ ոչ թե ձեր հանդերձները, ձեր Տեր Աստծուն դարձեք, անիկա ողորմած ու գթած է, երկայնամիտ ու ողորմած է, ու չարիքի համար կզղջա, ով գիտե թերևս անիկա դառնա ու զղջա եւ իր ետևեն օրհնություն թողու, որպեսի կարողը լակ ձեր Տեր Աստծուն հացի ընծա եւ ըմպելիք նվեր մատուցանել, Սիոնի մեջ փող հնչեցուցեք, ծոմապահության օր որոշեցեք, հանդիսավոր ժողով գումարեցեք, հանդիսավոր հանդես հրավիրեցեք, հանդիսավոր ժողով հրավիրեցեք, այսինքն տոնա դա, հանդիսավոր օրը, ժողովուրդը հավաքեցեք, ժողովուրդը սրբեցեք, ծերերը հավաքեցեք, տղակներն ու գատնակերները, մանուկները հավաքեցեք, Փեսան իր սենյակեն թող ելնե, հարցը իր առագաստեն, Տիրոջ պաշտոնը կատարող քահանաները, սրահների ու սեղանների մեջ թող լան ու ասեն, ով Տեր քո ժողովուրդը խնայե, աղաչանք, եւ քո ժառանգությունը մի նախատե, ու ազգերը անոնց վրա, որ ազգերը անոնց վրա տիրեն, ինչու համար ժողովուրդներու մեջ ասեն, թե ուր է անոնց Աստվածը, ինչի համար ասեն, ուր է հայրի Աստվածը։ Թող Տիրոջ անունը փառավորվի ծոմապահության համար, որ աշակերտները 9-րդ գլխում սենց ամփոփիչ կասեմ կանցնեմ 9-րդ գլխի մեջ Մատթեոս որ եկան ասեցին քո աշակերտները ծոմ չեն պահում, Հովհաննեսի աշակերտները մենք եւ փարիսեցիները ծոմ ենք պահում։ Հիսուսն ինչ ասեց. երբ որ Փեսան վերցվի, քանի որ Փեսան իրենց հետ է, ծոմ չեն պահելու։ Այն ատեն երբ որ Փեսան վերցվի, պետքա ծոմ պահեն։ Ծոմապահությունը դա հին ուխտից չի, դա նոր հին ուխտից սկսել է եւ ծոմապահության կա, մենք գիտենք 58 Եսայի, որ հրեա ազգը ծոմապահություն պահեց, չէ, եւ այս ծոմապահության մեջ ինչ եւ կուզեր, որ իրանց բաղձանքը կատարվեր, չէ, որ այտենց պետք է լինի։ Իմ ցանկությունը, ես ծոմ պահեցի, մենք ծոմ պահեցինք, դու չլսեցիր, բայց մենք գիտենք մի քիչ ներքե, որ ծոմապահությունը, ճշմարիտ ծոմապահությունը վերջը ինչ է նշանակում, անձդ արհամարելը, չէ, անոթին կերակրելը, վերջը օտարականին տունը տառնելը, դա ճշմարիտ ծոմապահությունը նաև Զաքարիայի 7-ի մեջ էլ ասում է կեղծ ծոմապահություն եւ ճշմարիտ ծոմապահություն, հետարքիր է որ ասում է մատը ցուցնելը վերցնելը, մատով ցուցնելը։ Այսինքն մենք հասկանում ենք ծոմապահությունը, որ պետքա լինի դա մաքուր, որ դա պետքա լինի Աստծո վախով եւ մեր անձը ճնշելով մի եղբայր հետարքիր է, ես մի 20 օր առաջ եմ դուրս եկել Մոսկվայից, եկել եմ գնացել եմ Բուլղարիա, Բուլղարիայից եկել եմ Հայաստան, նորից մեր Միրան եղբայրը, Ռաֆի եղբայրը ննջեց, շատ հարազատ ենք, ես գնացել եմ նորից այնտեղ։ Մի հատ sense ես թերևս ուր գնում եմ այս վերջերս, եղբայրը ոնց ասեց, պետքա Աստծո հրամանով լինի խոսքը, ոնց որ էս լինի իմ սրտի մեջ, ես ուրիշ բան չկարողանամ խոսալ։
որ Բուլղարիայի մեի կինս ասեց Գևորգ, ինչ թեմա խոսացիր, էլը ծոմապահություն, ասում եմ ուրիշ բան չեմ կարող խոսամ, կարամ ուրիշ թեմա խոսամ, եղբոր խոսքի շարունակությունը Սուրբ Հոգու մասին, որ ինձ շատ սրտից հարազատ է, բայց ուրիշ բան չեմ կարողանում խոսալ, ոնց որ Գերմանիայի որ խոսացի, մի եզդի եղբայր ասեց, եղբայր ջան, ծոմապահությունը բալանի է հոգևոր կյանքի, ծոմապահությունը բալանի է հոգևոր կյանքի եղբայրներ քույրեր, այո, Աստված այս ծոմապահության միջոցով մենք հանդեսի ենք մասնակցում, տոնախմբության ենք մասնակցում, Զաքարիայի մեջ ասում է, եւ ոնց ծնվեց այս ծոմապահությունը, Հիսուսին որ բերեցին, չէ, աշակերտների մոտ, որ Հիսուսի աշակերտների մոտ որ դիվահարին բուժեր, ինչ արեց, ինչ ասեցին աշակերտները, չկարեցան։ Վերջը Հիսուսը որ հանդիմանեց, հետքը ասեց, աշակերտները հարցրեցին, մենք ինչու չկարողացանք անել։ Ինչ ասեց։ Նման հոգսերը, նման ցեղերը պետքա ծոմով եւ աղոթքով դուրս գան։ Եղբայրներ քույրեր, ինչ որ իմ սրտի մեջ կա, այն ինչ որ իմ կյանքի մեջ, այո, դատերը Սուրբ Հոգին ինձ արթնացրել է, ինձի բերել է այս տոնախմբությանը, այս որպես Սիոնի մեջ, իմ ընտանիքի մեջ ծոմ հայտարարվի եւ օր նշանակվի, հետարքիր է, որ օր նշանակվի։ Եվ դա ես ասել եմ իմ երեխեքին, որ կամուսնանաք կգնաք ձեր տները, դա շարունակական լինի։ Անկախ նրանից իմ հոգսը դեռ չի լուծվել, բայց տրտմություն չկա ներսումս, որտեվ Տերը ինչ արե, Աննայի աղոթքի պես մտիկ արե աղոթքիս։ Եվ գրված է Աննան գնաց իր տուն, չէ՞, հեղի ասելուց հետո որ գնա Իսրայելի Աստվածը քո խնդրվածքը տա, մինչև այդ գիտեր հարբած է։ Թող քո խնդրվածքը Իսրայելի Աստվածը տա, ինչ որ ուխտել ես, այն ինչ որ Տիրոջ առաջ բերել ես, եւ անասմա Աննան գնաց իր տուն, էլ բնավ չտրտմեց, բայց դեռ անելը չէր ծնվել։ Դեռ հոգսը լուծում չէր ստացել։ Իրականում երբ որ Աստված խոսում է մեր սրտի հետ, երբ որ Աստված մեր աղոթքը հոտոտում է, մեր աղերսանքը լսում է, մեր ներսից այդ սուքը ելնում է, մեր մեջ գալիս է ուրախություն, դեռ հոգսը չի լուծում ստացել, դեռ Սամվելը չի ծնվել, թող Տիրոջ անունը փառավորվի, եւ այդ որ տենց տրտմած, ոնց ասեմ, հավատքս են, որ հազիվ պլպլում է, պլպլան պատրույկը, ուզում եմ գնամ եղբայրական, բայց ուժ չունեմ, ասեմ Տեր, գնամ, մի հատ մտնեմ ներքին սենյակ, տանս մեջ, մի հատ ձայն ուղարկի, էլի խոսք ուղարկի, վերջը հարություն առնեմ, մեռած եմ, երևույթը սպանել է ինձի։ Եվ գնացի տուն, հետարքիր է, ասի մի հատ երեխեքին հավաքեմ, սովորություն կա, հավաքեմ մի հատ աղոթք անենք, նոր թող գնան իրանց սենյակներով, ես էլ գնամ Տիրոջ երեսը փնտրեմ։ Չկա, հավատք չկա, քանդվել է, երևույթը սպանել է հավատքս։ Եվ հավաքեցի ընտանիքին, հետարքիր է, որ կարդացինք Հովնանին, որ ասում է գնա Հովնան մարգարեին, ուր Նինվե քաղաքը, գնա քարոզարա։ Դե Հովնանը հրյա Նինվեցիկ ասորի, ոնց որ ինձ ասի գնա, մեզ ասի գնացեք ձեր հարևան երկիրը քարոզարեք, կարողա չգնամ, չէ՞, դե չեմ գնա այդ համարձակությունը համել։ Վերջը Հովնանս հելնում ու ինչ անում, Թարսիս է գնում, այսինքն մեր ասելով Թարս է գնում։ Նավաբեկությանը հանդիպելով նավապետը ասում է, ես կարդում եմ երեխեքին, չեմ ուզում կարդամ, 4 գլուխը, նավապետն ասում է, ելի հոգդ չի, խորը քնած էր, խորը հոգդ չի, մենք մեռնում ենք, հելի մենք մեր աստվածներին ենք կանչում, հելի դու էլ քո Աստծուն կանչի, դու ով ես։ Վերջը իր վրա է կանգնում բանը, այդ ինչ որ գցում են վիճակը Ժերեբա եւ ելնում է սկզբից մինչև վերջ, պատմում է, որ ես Աստծո երեսից եմ փախնում, ես Աստծուն եմ ճանաչում, երկինքն ու երկիր ստեղծող, ծովն ու ցամաք ստեղծող։ Դրա համար երբ որ ինձ գցեք, ծովը կդադարի։ Հետարքիր երեխեքիցս մեկը մեծերից։ Ասեցին պապ, ասեց պապ, ինչու ինքը իրան չգցեց։ Ասեցի, բալես, ինքը համարձակություն չունեցավ։ Փոքրերից մեկն ասեց, պապ, չէ որ ինքնասպանությունը մեղ կա։ Ուրեմն, որ այդ երեխեն խոսեց, ասի մանկան բերանով խոսեց, այդ երեխեն ճիշտ ասեց։ Ու տենց
Հավատքս բարձացավ, Աստծո հոգին իջավ, ասի Տերը ներկա է։ Երբ որ Տերը ներկա էր, կարդացինք, հասանք մինչև Նինվե, հասավ ձկան փորի մեջ զղջած, այն մահվան գուբից Աստված իրան հանեց եւ գնաց սկսեց Նինվե քաղաքում վկայել, ասել, տակավին 40 օր մնացել կործանման, որ պետքա կործանվի ծեր քաղաքը։ Եվ Նինվեցիք ինչ արեցին, մեծից մինչև փոքր, քուր ցական մոխրի մեջ նստեցին եւ լուրը հասավ ում թագավորին։ Եվ երբ որ լուրը հասավ թագավորին, թագավորը իր պատմուճանը հանեց, պատմուճանը դա փառքն էր, հանեց, քուր ցակավ, մոխրի մեջ նստեց եւ մոնետիկներին ուղարկեց, որպեսի գնան եւ ամեն տեղ հայտարարեն մեծից մինչև փոքր, ոչ ջուր ուտեն խմեն, ոչ հաց ուտեն, արչարները, անասունները, ոչ խոտ, միգուցե Աստված խնայի ու մեր քաղաքը չկործանի։ Եվ ինչ ասում, եւ բոլոր ուժով Աստծուն թող աղաղակեն։ Այդ ամենից հետո ասում է եւ բոլոր ուժով թող, միգուցե Աստված, վերջը գիտենք, որ Չարիքի մար զղջացողը կարդացինք Օվսիա մարգարեության մեջ, միգուցե զղջա, միգուցե չանի այդ Չարիքը չբերի մեր երկրի վրա, տենց էլ եղավ եւ հետաքրքիր է, որ ես ասեցի ընտանիք, մենք մտնում ենք ծոմապահության մեջ, դա իմ մեղքով ա եղել, ես զղջում եմ, քուրձը հագնում, մոխրի մեջ եմ նստում, մարդկային արդարությունս եմ հանում, պատմուճանս, կինս ասեց, ինչու այդ մեզ հանկարծակի, ասի չգիտեմ, ներսս այդպես եկավ, երբ որ մենք ընտանիքով ծոմապահություն հայտարարեցինք, ծոմապահության մեջ հետաքրքիր է, ինձ երկրորդ օրը մի եղբայր է զանգում, ասում է, Գևորգ եղբայր, ո՞նց ես, Աննայի մխիթարությունն ունեմ, Տերը խոսացել է այդպես, ասում եմ, փառք Տիրոջը, ինքը նորահոգի էր, ասեմ, որ Բելգրադի սահմաններում ապրում են ռմբակոծությունների տակ, բայց անկեղծ ներս ունի, Տիրոջ ականջ ունի, Տիրոջ Սուրբ Հոգու ձայնը լսել էր եւ արթնացել էր գնացքի մեջ 3:30 ելիր հելնեմ, որ Գևորգ եղբոր եւ իր ընտանիքի մար աղոտ կանեմ։ Ինչ այլ է եղբայր, ասում ես լավ է։ Ասում եմ, եղբայր, մենք ծոմապահության մեջ էինք, դրա համար էլ Տերը քեզ հանել է, որ ելնես եւ աղոտ կանես։ Զարմացավ, ասեց աղբեր Սուրբ Հոգին այդ ինչ գործեր անում։ Ես էլ զարմացամ, ես էլ ուրախացամ, որ Սուրբ Հոգին այդպես գործեր անում, երբ որ ինքը խոսք է ուղարկում եւ այդ խոսքը մենք չենք համարում, սկսում է Սուրբ Հոգին ինչ անել։ Մեր 4 բոլորը արդարներով պատել, մեր թևերը բարձրացնող եղբայրներ քույրեր հանել։ Երբ որ ծոմապահության այդ զորությունը, որ սատանայի բերդեր է քանդում, Համանի ծրագիրը ոնց քանդեց Աստված ծոմապահությամբ, երբ որ Էստերին խոսքը հասավ, Մուրդկեն ասեց, հրաժարվեց Էստերը ոնց որ սկզբից, հետո ասեց, եթե դու չանես, Աստված մեկ ուրիշի ձեռքով կանի։ Գնացեք Շուշան քաղաքում, ասեք մեծից մինչև փոքր 3 օր, թող ծոմապահություն անեն։ Եվ ես պիտի գնամ թագավորի մոտ։ Հետաքրքիր է, ծոմապահությունը դա սատանայի Երիքովի բերդերն է քանդում, սատանայի ծրագրերն է քանդում, այն ինչ որ ինձ մեջ սենց բնականից ծնել է, ես էս եմ փոխանցում, եղբայրներ քույրեր, էդի շարունակական է, իմ Սամվելը դեռ չի ծնվել, իմ հոգսի լուծումը դեռ չի ստացել, բայց ես ունեմ երկնքից մխիթարություն։ Ես ունեմ երկնքից մխիթարություն, չի վերջացել վկայությունը, եւ այդպես մի 2 ամիս հետո այդ եղբոր այդ վկայությունից հետո անցած տարվա ամռանը Մոսկվա եկեղեցին ով եկել է մեծ եկեղեցի, ասենց վերջի օր ասենց Կիրակնի օրը ես ուզում եմ իջնում եմ ներքևին սպասող կա, ընկերս ա դրսից եկե աշխարհից ուզում եմ ստենա ու ասենց հանկարծակ ես մի հատ քույրիկ իր մամայի հետ կանգնած ասենց հայացքով ինձ կանգնեցրեց Գևորգ եղբայր ո՞նց եք, ձեր գործերը ո՞նց են, ես իր անունն էլ այդ ժամանակ չգիտեի, կարծես ասի, փառք Հիսուսին քուրը շատ լավ եմ, ասեց այսօր առավոտյան ժամը 8-ին ես ուզում էի սուրճ խմեի, Տերն ասեց սուրճդ վայր դիր, որ ձեր համար ծոմ պահեմ եւ աղոտ կանեմ։ Եղբայրներ քույրեր, դա մեր
ծրագրից, դա մեր խելքից դուրս բաներ են։ 142 Սաղմոսի վերջի խոսքերում ասում է, եթե իմ անձը բանտից հանես, իմ անձը բանտից, իմ 4 կողմը արդարները պիտի պատեն։ Եթե ինձի ողորմություն անես, երբ որ Աստված մեզ ողորմություն է անում, մեր 4 կողմը արդարներով Տերը պատում է։ Էլ չենք ասում, էսի ինչի չլսեց, էս եղբայրը ինչի, իմ հոգսին մասնակից չեղավ, չէ, արդեն մարդկային են ֆակտորը դուրս է գալի արանքից, եւ Տերն է երևում, եւ Տերն է բարձրանում։ Ինչ եղավ, սուրճդ վայր դիր, ով էր իրան խնդրե, ով էր իմանում, եւ այդպես ասեմ, այս քուրիկն ասում է 55 հոգի ամբողջ աշխարհում ես չեմ ճանաչում, այդ օրը մտնում են ծոմապահության մեջ։ Իմ երեսը չեն տեսել, իմ հոգսը չգիտեն, ինքն էլ չգիտի։ 55 հոգի եւ շատ իմացողներ, մեր եկեղեցում են ծոմապահություն արել, Գերմանիա եկեղեցում են ծոմապահություն արել, արդեն իմանալով։ Բայց փաստ, որ Աստված մեր կողքը արդարներով է պատում։ 5-րդ Սաղմոսի մեջ ասում է բարի կամեցողներով, երբ որ Տեր դու ինձի ողորմություն անես, երբ որ դու ինձի բարություն անես, բարի մարդկանցով իմ 4 կողմը կպատես։ Աստված է, որ մեր դիմաց հանում է, մեր թևերը բարձրացնող, Ահարոններ եւ ովեր, Աստված է մեր թևերը բարձրացնում, Աստված է մեր կողքին մարդիկ դնում, թող Տիրոջ անունը փառավորի, դե կարճ ասեմ, եւ չեմ չարաշահում ժամանակը, որ Բուլղարիայում այդպես մեկ անձնավորության արամարի մաման էր խնդրե, շատ մինչև վերից պատասխան չեղավ, ես ուզում եմ Տիրոջ անունը որ բարձրանա, ես համարձակություն չունեցա գնալու, որտեվ Երեմիան ասում է, ով է նա, որ ասի ու կատարվի, ինչպես եղբայրն ասեց, եթե Տերը չհրամայի, ով ես մարդ, որ ստեղից քարոզես ու ընդեղես իմ մարդիկ բժշկվեն կամ վերջը գործ կատարվի, եթե Տերը չհրամայի, մենք Տիրոջ հրամանները կատարողներն ենք, վերջ ինչպես հրեշտակներ են պես Աստծո զավակները, իրականում պետք է հրաման լինի, եւ այդ գնացի տենց Բուլղարիա եղբայրը դիմավորեց ինձի 2 տարի առաջ անգամ Հայաստան, ոնց որ մեր հրավերով է եկել ենք կնոջս այդտեղ իրան ծառայություն ենք արել, մենք էլ ես էլ որ գնացի Եգուր, նու իրանք մինչև այդ կճանաչեի, այդպես որ մի կարճ ասեմ, որ ասեցի մենք Սերգեյ եղբայր ունեինք 87 տարի ննջեց, տարեկան հասակում ննջեց, եւ մի օր մեր տունը նստեց, ինձ ասեց մեր տանն ենք, ես վերջի իր այցելության ու մի անգամ մնացել է ենել մեր տունն մնացել, ասեց նստի Գևորգ ու գրի, ասեց Բուլղարիայում, Սոֆիայում, Բուրգասում եւ այդպես տարբեր քաղաքներում պետքա արթնություն լինի, նստի ու գրի, օրը ամսաթիվը նստի ու գրի, էլի որ այդ օրվա ասվե, ասի այդ եղբայրը տես բանը ասե, այս եղբայրը սկսեց լացել։ 2 տարի առաջ որ Բանգլադեշում եկավ պաշտամունք 2 շաբթի օր էր, ռուս եղբայրներն էին քարոզում։ Այս եղբայրն ասեց 30 տարի այդպես բան չեմ տեսել, Աստծո ներկայությունը, այնտեղ չոր ու ցամաք է, Տիրոջ անունը փառավորվի, այդտեղ կերակուր կա, այնտեղ չոր ու ցամաք է։ Եվ այդպես այդ աղբերը ասենց ուրախացավ, ասեց ես վաղը պիտի ծոմապահության մեջ մտնեմ։ Գնանք այդ հովիվի մեջ խոսենք, ասի ես էլ կմտնեմ։ Գնացինք այդ հովիվի հետ խոսելու, հովիվն ինձ ասում է, դե ճանաչում էր, ասում է, դե ինչի ես եկե, Մոսկվայից, ասում եմ, այս ազնվորության համար, ասի եղբայր, Հիսուսը Գերգեսայի երգերը 1 հոգու համար գնաց, ասի ես այդ հոգին տեսել եմ իմ հայ եղբայրների մեջ, մենք Վրեժ աղբորի հետ իրաց տունել էինք այցել, ասի Վրեժ աղբորս մեջ եմ այդ հոգին տեսել, ասի կճանաչես, արդեն ննջել այնք, ասի ես հոգին տեսել եմ այդ հայ եղբայրների մեջ, ասի, հա, մեկ էլ սենց իրանց լեզվով, սենց զարմանքով, սենց ոնց որ հանդիմանվեր, որ 1 հոգու համար եկել է, եւ այդ եղբայրը սկսեց ասել Սերգեյ եղբոր էս բանը, ցուցումը, որ նստել է գրել է եղբայրը, ինչ ասի լավ է, ասեց ուրեմն մենք ծոմ պիտի հայտարարենք, եւ ասում է այս 15-րդ խոսքը, Սիոնի մեջ փող հնչեցուցեք, ծոմապահության օր որոշեցեք, ուրեմն ես որ կարդացինք թարգմանության մեջ, ես հանեցի, ասեցի, որ մեր մոտ այդ օրը որոշված է, էսի կիրառվում է, հետարքիր է, բուլղարերենում գրած չէր,
օր որոշեցեք, ուղղակի ծոմապահություն արարեցեք։ Մենք առաջի գլխում են կարդում Հովել մարգարոության, որ ծոմապահության օր որոշեցեք, ծերերին հավաքեցեք, հետաքրքիր է, որ այդ օր որոշեցեք իր սրտին կպավ։ Եվ վերջում որ sense բաժանվեցինք, ասեց վտորնիկ, երեքշաբթի ծոմապահություն Բուլղարիայի համար։ Ով է մարդը, որ ասի ու կատարվի, եթե Աստծո հրամանը չլինի։ Եղբայրներ քույրեր, ես ուղղակի Տիրոջ ձեռքի գործերն իրան փառավորում են, Տիրոջ ձեռի գործերի համար եմ ուրախանում ու փառավորում իրան, որ այդ ամենը Տերը իրականում ծոմապահությունը դա մեծ մի հատ ծառայություն է եւ խնջույք է։ Զաքարիայի մեջ 8-րդ 18 խոսքից ասում է 4-րդ ամսում, 5-րդ ամսում, 6, 7, 10-րդ ամսում տոնախմբության օր է, որոշեցեք, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ինչ որ Աստված այն իմ սրտի մեջ դրված էր, ես էդի փոխանցեցի, ինչ էլ որ չկարեցա փոխանցել Սուրբ Հոգին ձեր սրտերի հետ հավատում եմ, որ խոսացել է, որտեվ մարդն ով է որ ասի եւ այդ խոսքը տեղ հասնի, դա Սուրբ Հոգին է հասցնողը եւ ավելին, որտեվ ձեր մեջ արդեն այս անհանգստությունը ես հավատում եմ, որ արդեն եղել էր այդ անհանգստությունը, որպես ես ծոմապահության օրը որոշվի, թեկուզ անհատական, թեկուզ ընտանեկան, ես արդեն Սուրբ Հոգին ոնց ձեզ կառաջնորդի, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։